Հայաստանում գրանցված դեղերի քանակն աստիճանաբար նվազում է, եթե մի քանի տարի առաջ դեղերի ընտրությունը մեծ էր, ապա այսօր դեղատներում երբեմն դժվար է գտնել անգամ նախկինում հասանելի դեղերը։ Ինչն է պատճառը, օրենսդրական փոփոխությունը, ԵԱՏՄ նոր կանոնները, թե դեղ ներկրողների ու արտադրողների որոշումները։ Խնդրի վերհանման, քննարկման եւ հնարավոր լուծումների մշակման նպատակով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում։ Հրավիրվել էին կառավարության, բժշկական կենտրոնների, դեղագործական ընկերությունների, դեղատների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ։ Բժշկական ռիսկեր, սև շուկայի աճ, դեղերի գների բարձրացում, առողջապահական համակարգի ծանրաբեռնվածություն ու հիվանդների արտահոսք։ Սրանք այն հիմնական սպառնալիքներն են, որոնց կարող է հանգեցնել խնդրի չկարգավորումը։ Եթե 2018 թվականին Հայաստանում գրանցված դեղերի թիվը հասնում էր 4800-ի, ապա այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ այն նվազել է, հասնելով 3260-ի։ Ինչու է սա տեղի ունենում, ըստ անկախ դեղատների ասոցիացիայի նախագահի, ամենամեծ խնդիրը հայաստանյան փոքր շուկան է, ինչի պատճառով շատ արտադրողներ չեն ցանկանում գրանցել իրենց դեղերը մեր երկրում։ Բացի այդ, դեղերի գրանցումն այժմ իրականացվում է ԵԱՏՄ միասնական կարգավորումների շրջանակում, ինչը Հայաստանում առաջացնում է լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտներ։ Դեղերի շրջանառության ոլորտում մենք կարծես թե համահունչ չենք գնում ԵԱՏՄ գործող շուկային, այսինքն եթե ԵԱՏՄ շուկայում դեղորայքը գրանցվում է, Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ բարդություններով է ճանաչում տվյալ շուկայում գրանցված դեղերը։ Մենք բազմիցս ներկայացրել ենք առաջարկություններ, որ հարցը լուծի այսպես. այն դեղերը, որոնք թույլատրելի են Հայաստանի Հանրապետության, անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության համար, ինչ որ ծրագրի շրջանակում արագացված կարգով ընդունվի։ Ինքնին ԵԱՏՄ գրանցումը դեռ ուղիղ չի նշանակում հասանելիություն երկրներում, որտեղ այդ դեղերը պետք է նաև ճանաչվեն ամեն մեկը կոնկրետ երկրի կողմից, ու պատճառն այն է, որ ԵԱՏՄ միասնական դեղորայքային շուկա մինչ օրս ամբողջությամբ չի ձևավորվել, ի տարբերություն ուրիշ ապրանքային շուկաների, պետք է թե աշխատանք տարվի հենց դեղարտադրողների հետ, որպեսզի նրանք ուզենան գրանցել, եւ թե նաև մենք հետաձգենք հավանաբար մեր ազգային գրանցման ընթացակարգերը, որպեսզի կարողանան արտադրողները միայն Հայաստանի համար գրանցեն, ոչ թե գրանցեն ԵԱՏՄ-ի համար, հետո փորձեն ճանաչել։ Կառավարությունը փորձում է լուծել խնդիրը չգրանցված դեղերի ներմուծման հնարավորությունները ընդլայնելու միջոցով, քանի որ գրանցված դեղերի թվի նվազմանը զուգահեռ շատ են դեպքերը, երբ տարբեր զարտուղի ճանապարհներով ապօրինի դեղեր են ներմուծվում։ Հնարավորինս պետք է ստվերը կրճատել եւ կանոնակարգել, որպեսզի դեղ արտադրողները ուզենան գան ավելի մրցակցային եւ օրինական միջավայրում աշխատեն, եւ կա երկրորդ մոտեցումը շուկան ավելի ազատականացնել, որ թույլատրվեն նաև այնպիսի դեղերի ներմուծում, որոնք գրանցված չեն այդ պահին, բայց դրանց կարիքը կա աներկբա շուկայում եւ ներմուծվեն օրինական ճանապարհով, այսինքն փաստաթղթերով եւ այլն, ու դրանով փակվի այդ դեֆիցիտը։ Գրանցված դեղերի թվի նվազումը ազդում է ինչպես դեղագործական շուկայի, այնպես էլ հիվանդների հասանելիության վրա, թե ինչ քայլեր կձեռնարկվեն խնդիրը լուծելու համար, պարզ կդառնա առաջիկայում։